ես իմ մյուս էջով ուղիղ եթեր էի սկսել եւ շատ արագ բլոկեցին, քանի որ ժամանակը սուղ է եւ այստեղով էլ կարող եմ բլոկել, ուղղակի արագ ասեմ ինչի մասին էր խոսքը։ Խոսքը Վալոդյա Գրիգորյանի եւ Բորիս Ավագյանի սպանությունների մասին էր։ Խնդրում եմ մյուս էջս նայեք, որպեսզի չկրկնեմ այն ինչ ասել եմ այնտեղ, հետո տեսանյութերը կմիացնեմ մեկ ընդհանուր վիդեոյով կտեղադրեմ, բայց ասելիքս այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք, ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, ոչ թրքամետ, ոչ ռուսամետ, այլևս անվտանգ չէ։ Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ հայ այլևս չունի անվտանգության երաշխիքներ իր շնորհիվ Փաշինյան Նիկոլի իր կնգա կամ սիրու վարած քաղաքականության ու դրանց հպատակների վարած քաղաքականության։ Սիրելի հայրենակիցներ, եթե կարող են պաշտոնյա մարդուն, ով հարգված է իր ուրեմն համայնքում, ով չունի խնդիրներ իրավապահ համակարգի հետ, այսպես ասենք, փաստացի ում գլխին չկարողացան ոչ մի ձևով սարքել, ով այնքան պաշտոնի չի ձգտում փողի իշխանության բանի համար, որ անգամ իր աշխատավարձն է փոխանցում համայնքին, այդ մարդը աշխատավարձ չի ստացել, այդ մարդուն իրեն ճանապարհից հեռացնելու միակ տարբերակը սրանք տեսել են սպանության մեջ։ Եվ ինչպես Փաշինյան Նիկոլն է իր գրառման մեջ այսպես անդրադարձել, որ թող դա չշարունակվի, չգիտեմ, այդպես ինչ-որ բաներ է գրել, փաստացի հայտնել է, ցուցմունք է տվել, որ ինքը տեղյակ է, թե ինչ է տեղի ունեցել, եւ ես պահանջում եմ, որ իրավապահ կառույցները ուրեմն նաև հարցաքննեն Փաշինյան Նիկոլին, թե որպես վկա, թե որպես մեղադրյալ են կանչում, դա արդեն թող իրենք որոշեն։ Ուրեմն նաև թող իշխանամետներն ու թրքամետները չուրախանան, որովհետև իրենք էլ չունեն այլևս անվտանգության որևէ երաշխիք, որովհետև փաստացի մի բան Նիկոլի կամ Թուրքի ուզածով չարեցին, հայտնվելու են խնդրի առաջ եւ փաստացի իրանց վերացնելը ոչ մեկի համար խնդրեմ չի, ինչպես որ տեսնում ենք, այս մարդկանց վերացնելը խնդրեմ չէ ոչ մեկի համար։ Ու մեկ այլ նկատառում էլ անեմ, նույն պաշտոնյաները, անկախ իշխանամետ կլինեն թե ընդդիմադիր, փաստացի հիմա պետք է ազգային անվտանգության ծառայությունից պաշտպանություն խնդրեն, իրենց թիկնապահներ խնդրեն, որովհետև դուք չգիտեք, թե ինչ տեղի կունենա եւ այն ժամանակ, երբ որ ես հայտարարում եի, որ Փաշինյան Նիկոլի վարած քաղաքականությունը տանելու է քաոսի, տանելու է սպանությունների, տանելու է վենդետաների, այստեղ ես իհարկե վենդետա չեմ տեսնում, այս երկու դեպքում, այստեղ ակնհայտ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, բայց այդ ժամանակն էլ է գալու եւ արդեն եկել է ու ազգային անվտանգության ծառայությունը վստահաբար այդքան աշխատակից չի ունենալու, որ բոլորի համար թիկնապահ կարգի, որովհետև այդ ծառայությունը չի պրինցիպի մատուցում, կամ մարդիկ, ովքեր թասիբ ունեն ազգային անվտանգության ծառայությունում, կհրաժարվեն նման ոչնչությունների, ինչպիսիք այս իշխանության ներկայացուցիչներ են, պաշտպանություն տրամադրել, պաշտպանություն ապահովել։ Ինչ են անելու այս թրքասերները, բնական է բերելու են իրենց սիրելի Թուրքիայից ու Ադրբեջանից անվտանգության աշխատակիցներ։ Իսկ ինչ են պետք Թուրքիային ու Ադրբեջանին կամ նույն Անգլիային, որ սրանք լինեն իրենց թրի տակ կամ իրենց փաչեկի արանքում, իրենց ամորձիների տակ, որ պահին ուզենան բդերը ուրեմն սեղմեն ու գլուխներն առնեն ուրեմն ոտերի արանքը։ Այդ է տեղի ունենալու, այսինքն ստացվում է, որ ձեր սիրելի ու ընտրած իշխանականներն ու ընդդիմադիրները դառնալու են այլ երկրի գործակալներ, իհարկե մեծամասնությունը այլ երկրի գործակալներ են, բայց մեջները նորմալ մարդիկ կան, խոսքը ԿՊ-ի մասին չի բնականաբար, ու պրոբլեմ է առաջանալու այդպես նաև վերբովկային անելու նրանց, ովքեր դեռևս վերբովկայի տակ չեն կամ միայն վերբովկայի տակ են Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի կողմից։
Մի խոսքով ես տեսնում եմ, որ այս ամենը շարունակվելու է, ես տեսնում եմ, որ այն իրավապահ կառույցները, որոնք ղեկավարում են կնանիքի կողմից, բացարձակապես անգործունակ են, իմպոտենտ են, աշխատանքային առումով, մնացած առումներով հետաքրքիր չեն, ես տեսնում եմ եւ դուք էլ համոզված եմ տեսնում եք որ դա կատարվում է դիտավորությամբ մենք չունենք արտաքին ու ներքին հետախուզություն մենք չունենք ոստիկանություն մենք չունենք ազգային անվտանգության ծառայություն ոչնչացում է բանակը մեր պետական պաշտպանությունը մի խոսքով ժողովուրդ ամեն մեկը եղունգներդ երկարացեք որ եղունգ ունենա գլուխներդ քորեք Սա վերաբերում է ոչ միայն պաշտոնյաներին, այլ վերաբերում է հասարակ քաղաքացիներին, որովհետև եթե բեսպրիդել, то բեսպրիդել մինչև վերջ։ Սարսափելի է իրավիճակը, վտանգավոր է իրավիճակը, եւ խոսքը միայն չի գնում ժողովրդի կողմից սիրված մարդկանց, սիրված հարգված մարդկանց սպանության մասին, խոսքը գնում է նրա մասին, որ նույն Բորիս Ավագյանը Հայաստանի Հանրապետության տարածքում, հյուպատոսության տարածքում չի ունեցել անվտանգություն։ Համոզված եմ, որ հեսա ասելու են սիրտը պայթեց, չգիտեմ, անևրիզմա պայթեց, ճնշումը բարձացավ, չգիտեմ ինչ եղավ, բայց ես համոզված եմ, որ դա լինելու է սուտ հայտարարություն։ Ինչ ասեմ, մեզ բոլորիս խորագիտություն, ուզում էի խոսել իհարկե նաև Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքի մասին, Ինչը նույնպես ազգային անվտանգության սպառնալիք եմ համարում, իմացեք ուղղակի իրոք պետք է արդեն վազեմ, ես հույս ունեմ, որ իմ ժողովրդի գոնե 5%-ը կկարողանա սթափվել, կկարողանա իրեն հավաքել իր ձեռքը եւ այո ըմբոստանալ, այո ընդվզել։ Այլևս չի կարելի հանդուրժել թրքահպատակ հայասպան այս տականքներին։ Ինչ ասեմ, անփորձանք, շարից փորձանքից հեռու։